Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նախ հանդիպում է նախագահի հետ, քննարկում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Եվրամիությունը հանձնառություն է ստանձնել օգնել հակամարտության կողմերին վստահություն ստեղծելու հարցում։ Հերբերտ Զալբերը նշել է, որ այցի ընթացքում նախատեսում է հանդիպել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Արցախի արտգործնախարարին, քննարկել Ղարաբաղյան հակամարտությունն ու շփումներն ակտիվացնելու հեռանկարը։ Կան փոխադարձ շփումներ հասարակական կառույցների մարդկանց միջև, բայց մենք դրանից անմասն չենք մնալու։ Զալբերի նաև համանախագահների այցից առաջ Ադրբեջանը կրկին ակտիվացել է դիվերսիոն 2 փորձ հրադադարի ինտենսիվ խախտումներ։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ընդգծում է, հրադադարի խախտումն անթույլատրելի է։ Հրադադարը հարգելը շատ կարևոր բաղադրիչ է ցանկացած խաղաղ գործընթաց առաջ մղելու համար։ Կարծում եմ, որ դա շատ վտանգավոր ազդանշան է, վտանգավոր զարգացում է։ Եվ ես մեկ անգամ ապացուցում է, թե որքանով է կարևոր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածների անհապաղ կատարումը։ Այս պահին Ղարաբաղը եվրոպական օրակարգում է մարդու իրավունքների պաշտպանության ապահովման առումով Արցախն ավելի հասանելի ու տեսանելի դարձնելը։ Դավիթ Սարգսյան, Վան Ավագյան, ժամը լրատվական։